Սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից Ադրբեջանը նախաձեռնեց աննախադեպ լայնամասշտաբ պլանավորված հարձակում Արցախի հանրապետության դեմ։ Կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, Ադրբեջանը Արցախի քաղաքներին եւ գյուղերին ներառյալ Ստեփանակերտը, Շուշի, Հադրութ, Մարտունի եւ Մարտակերտ քաղաքները հարվածեց խոշոր դրամաչափի հրետանային, հրթիռային զինտեխնիկայով, անօդաչու թռչող սարքերով եւ միջազգայինորեն արգելված կասետային քիմիական տարրեր պարունակող ֆոսֆորային զինամթերքով։ Բնակավայրերին հասցվեցին մեծ վնասներ եւ ավերածություններ, եղան բազմաթիվ քաղաքացիական զոհեր ու վիրավորներ։ Տարածքի բնակչության ավելի քան 60%-ը տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվեցին իրենց տներից։ Կենտրոնը 2020 թվականից հետո է ստեղծվել, իմանալով լուրը, որ 14000 հոգեբանական խնդիր ունեցող պատերազմի մասնակից անձ կա, եւ դրա մեջ չի մտնում մոբիլիզացիոն զորքը եւ չի մտնում զոհվածների ընտանիքների անդամները, մենք որոշեցինք ստեղծել հոգեկան առողջության կենտրոն, որովհետեւ ֆիզիկական վերականգնման մասով Հայաստանում կարելի է ասել տարածաշրջանում լավագույն կենտրոնները ունենք եւ այդ մասով թեման փակ ենք համարում, բայց հոգեկան առողջության մասով ունենք շատ մեծ բաց եւ այսօր էլ շարունակում այդ բացը մնալ, որովհետեւ տեսեք տարեկան մենք չենք կարողանում բոլոր կենտրոններով իրար հետ պետական անգամ ֆինանսավորում ունենալու պարագայում 300-ից ավելի չենք կարողանալու բուժենք, բայց մեր կենտրոնը բացելուց հետո մենք այդ թողունակությունը այսօր հասցրել ենք արդեն մոտավորապես տարեկան 1000-ի։ Կարծում եմ չկա այնպիսի մարդ, ով չունենա երազանքների հերոս, իր պատկերացրած իդեալական մարդը, ումից փորձում է օրինակ վերցնել եւ հետևել նրա ճանապարհին։ Այսօր շատերի հերոսը զինվորն է, քաջազուն, հերոսական եւ դժվար ժամանակների զինվորը, ում համար չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությունը։ Նա ծառայում է, որպեսզի աշխարհում դինի խաղաղություն եւ համերաշխություն, որպեսզի ժողովուրդներն ապրեն հաշտ ու խաղաղ կյանքով։ Նրա շնորհիվ մենք հանգիստ գլուխներս բարձին ենք դնում, իմանալով, որ նա այնտեղ սահմանին կանգնած պաշտպանում է մեզ, ապահովելով մեր խաղաղ առավոտներն ու մայրամուտները, պաշտպանելով հայրենի հողը։ Հայրենասիրությունը մարդուն դարձնում է համարձակ եւ վճռական, եւ յուրաքանչյուր զինվոր պիտի գիտակցի, որ անձնական պատասխանատվություն է կրում հայրենիքի պաշտպանության գործում։ Հայ ժողովուրդն իր գոյության բազում դարերի ընթացքում մարտնչել է թշնամու դեմ, մեր պապերը կռվել են ու նահատակվել հանուն մեր երկրի ազատության ու պետականության։ Միթե սա չէ հերոսությունը։ Այժմ մեր երկրի պաշտպանները մեր հերոս պապերի ժառանգներն են, ովքեր ժառանգել են հայրենասիրությունն ու քաջությունն իրենց նախնիների եւ հայու գենը, որը արյան կանչով թելադրում է պաշտպանել հայրենիքի սուրբ հողը, անգամ կյանքի գնով։ Եվ ինչպես կարելի է նրանց հերոս չկոչել, ինչպես չարժանացնել մեծ հարգանքի ու գնահատանքի։ Մեր ժողովրդի խաղաղ կյանքը զինվորի երկամյա չարչարանքի արգասիքն է։ Նա է իսկական հերոսը, զինվորը, ով պայքարում է հանուն ազգի խաղաղության, վտանգում սեփական կյանքը, կարևորելով ազգի պաշտպանությունն ու երկրի սահմանների ամրությունը։ Տեսեք, պատերազմից հետո խնդիր կար որևէ ֆունդամենտալ բան անելու, երկրում, որովհետև խնդիր եղավ վիրավորումների քանակի քչությունը, այսպես ասած, շակերտների մեջ, ամպուտացված զինվորների մասին խոսքը բարեբախտաբար 350 եւ ավելի հայտարարվեց, բայց խոսակցություններ եկավ, որ հոգեբանական լուրջ խնդիրներ է առաջացրել պատերազմը, եւ մենք որոշեցինք, որ մեր ընկերները, ովքեր որ պատերազմի ընթացքում մեզ օգնություններ էին ցույց տվել դեղորայքի եւ մնացած պարագաների, այդ մարդկանց բաց չթողնել եւ մի մեծ գործի մեջ դնել։ Հողատարածք նվերստացանք Պրոշյան համայնքում եւ որոշեցինք հոգեբանական վերականգնողական կենտրոն սարքենք, այդպես սկսվեց հայտարարությունները։ Արինչ, լսում ես ինձ։ Բնականաբար ամեն ինչ լինելու է անվճար եւ փորձելու ենք ամեն կերպ իրենց կարգավորել, վերադարձնել նաեւ իրենց սոցիալիզացիային։ Ես չէ որ տեսեմ դրա կարևորության մասին։ Դրա կարևորությունը օդում կախված է։ Օդում կախված է դեռևս 94 թվականի պատերազմից հետո։ Այս տեսակ կենտրոնների կարիք շատ կար Հայաստանում։ Շատ Փառք Աստծո մի զինվորի տուն կոչված այդ մի կառույցը կյանքի կոչվեց,
առաջին հիվանդանոցի տարածքում, սա բոլորովին ուրիշ պրոֆիլով, սա հոգեբանական վերականգնական կենտրոնով արդեն այս վերջին պատերազմից հետո Սուրենը արենց տղաս մտահղացավ իր ընկերների հետ եւ անհավատալի բաներ չկար, ոչինչ չկար, բայց կարողացան մարդկանց համոզել, մարդկանց հավատացնել, որ անհրաժեշտ է սա։ Եթե մենք կարողանանք ամբողջ ուժով գործել, ամբողջ տարածքները ունենան հոգեբաններ եւ կարողանանք տալ աշխատավարձ մարդկանց, կենտրոնը ինքը մոտավորապես 350-ից 500 ամսական թողունակության հնարավորություն ունի իր տարածքներով, իր սենյակներով։ Մի խնդիր էինք դրել, որ նաեւ վերապատրաստումներ պետք է անենք, որովհետեւ հոգեկան առողջությունը դա մենթալիտետով, հա, բուժումներ պետք է իրականացվեր եւ դրսի մասնագետները ցավոք չէին կարող մեզ օգտակար լինել, որովհետեւ մեր պատերազմի խնդիրը, Վիետնամի պատերազմի խնդիրը, անգամ Ուկրաինայի այս պայն պատերազմի խնդիրները իրարից լրիվ տարբերվում են, եթե անգամ ունեն մասնագիտական նույն, հա, տերմինոլոգիան, ցավի կամ խաթարման տեսանկյունից կամ իր առողջական խնդրի, հա, գենետիկ բնույթի կրելու առումով։ Մենք սկսեցինք վերապատրաստումները, հետո մոտավորապես 3-4 ամիս անց արդեն աշխատողները կարողացան բուժել եւ արդեն երկրորդ օրը բացվելուց 50-ից ավելի տղա ենք ընդունել։ Հայտնվեցի այստեղ 22 թվի ամռանը ծանր հոգեբանական վիճակում։ Մոտ 1 տարուց ավել բուժում անցնելուց հետո, այսինքն այդ ծանր հոգեբանական վիճակը ինքը պատերազմի մասնակից է։ Այո։ 20 թվին եղել եմ զինվոր, ժամկետային զինծառայող պատերազմային շրջանում եղել եմ Ջաբրայիլում։ Վիրավորվել եմ, հետո հայրս է գնացել կամավոր, ինքը զոհվեց։ Ու այդ ամեն ինչը ոնց որ շատ ծանրացավ իմ վրա, հոգեբանությունս արդեն չի կարողանում կառավարել։ Հետո երբ արդեն բարեկամներս նկատեցին խնդրի առկայությունը, ընկերներիցս խորհուրդ տվեցին, որ կենտրոն մոտենամ, որպեսզի աջակցություն ստանամ, օգնեն ինձ։ Այսօր կենտրոնը 1200-ից ավելի ունի պատերազմի մասնակից անձի բուժում, հա, արական սեռի ներկայացուցիչ, այսպես ասած, զինվորներ եւ մոտավորապես 800-ից ավելի զոհվածների ընտանիքի անդամներ, երեխաներ եւ այլն եւ այլն։ Կենտրոնը նաեւ սոցիալական ծրագրեր է անում, կենտրոնը կրթական ծրագրեր է անում, կենտրոնը զոհվածների երեխաների մասով է աշխատանքներ իրականացնում, նաեւ կենտրոնը հացատուն է կառուցել, կենտրոնը շուտով ձմեռային այգի է կառուցում, կենտրոնը նոր մասնաշենք է ուզում կառուցի, ամբողջը միտված է հոգեկան առողջության թերապիաների համար լավագույնս միջավայր ստեղծելու, որովհետև դասական բուժումները փորձ ցույց են տվել, որ շատ արդյունավետ չեն եւ կարիք կա դասական բուժումներից բացի նաեւ եվրոպական փորձը կիրառել եւ հիմա մենք այստեղ հենց Ֆրանսիայի փորձն ենք կիրառում, նաեւ ունենք լիցենզավորված սարքավորումներ, արհեստական բանականության միջոցով շուտով կսկսեն գործել եւ արդեն 2 տարի է գործում են, ինչպես նաեւ կենտրոնը շարունակում է նաեւ ուսանողներին կրթության կողմնորոշման ծրագրեր անել։ Կենտրոնը նաև զոհվածների երեխաների մասով արտադրանք ունի, 3D խաղալիքների մոդելավորման արտադրանք ունենք։ Կենտրոնը արդեն զինվորների, բուժված զինվորները այստեղի արդեն խոհանոցն են աշխատացնում, այսինքն փորձում են որոշակի ֆինանսավորում հայթայթել, որպեսզի կարողանանք նաև այդ բուժումները մենք շարունակենք, որտեղ կենտրոնը ամբողջությամբ գործում է անվճար եւ ցավոք սրտի մինչեւ օրս պետական որևէ ֆինանսավորում չունի։ Մոտ 1 տարի, 1.5 տարի անցա բուժում, որը տվեց իր մեծ արդյունքը իմ կյանքում։ Իմ մոտ հոգեբանական ծանրությունը այնքան էր հասել, որ ազդել էր արդեն ֆիզիկական առողջությանս վրա։ Բայց մեր լավ մասնագետների շնորհիվ արդեն ամեն ինչ անցյալում է։ Հետո աստիճանաբար հոգեբանական թերապիաներից բացի սկսեցի շփվել անձնակազմի հետ ու հասկացա, որ ես ուզում եմ ավելի երկար լինել այստեղ, քան ուղղակի շահառու լինելը։ Իսկ խոհարարությունը հենց տեղ է սովորել, թե դու խոհարար ես։ Ես մասնակցությամբ արդեն խոհարար էի։ Սովորել էի Արտլանչում, աշխատել էի, դրանից հետո անցել էի ռեստորանային մակարդակ։ Հետո նոր այստեղ ու եկա խորհուրդ պետք եկա որպես մասնագետի, եկա ու հասկացա, որ չէ, սա իմ տեղն է ու ես պետք է լինեմ այս տարածքի խոհարարը։
անցանք արդեն գործի, ունենք արդեն քիչ, բայց շարժ դեպի առաջ, թե փոքրիկ իվենթներ, հյուրեր արտերկրից ու կարողանում ենք մեր հյուրերին արժանապատիվ հյուրասիրություն ցույց տալ։ Հիմա արդեն սկսել է խաշի սեզոնը, ունենք նաև խաշ։ Մենք անցանք ու հասանք դեպի լույսու կյանք։ Այսօրվա այդ միջոցառումը ինչին է նվիրված։ Այսօրվա միջոցառումը հուշագրի կնքումն է, որը մի ուժերի համատեղման նպատակ ունի, մեկտեղել տարբեր հասարակական գործունեություն ծավալող ընկերությունների ներուժը, ովքեր եւս նպատակ ունեն աջակցել Արցախից տեղահանվածներին, պատերազմի հետ առնչություն ունեցող անձանց աջակցությունը, դա կլինի թե սոցիալական, թե կրթական, թե առողջապահական, նպատակն է մեկտեղել բոլորի ուժերը եւ ավելի մեծ ծրագրեր իրականացնել։ Հատկանշական է այսօր նրանով, որ նման կերպ մտածող 6 հասարակական կազմակերպությունները համատեղ գործունեության հուշագիր են ստորագրելու, հետագայում ծրագրեր իրականացնելու եւ դրանով պայմանավորված այսօրվա միջոցառումը նաեւ Արցախից եզակի պահպանված խմբերից մշակութային, դա մեր Ստեփանակերտի մշակույթի կենտրոնի երգի թատրոնն է, որը անվճար հիմունքներով ուսուցիչը 2 տարի այդ խումբը պահել ենք, կարողացել ենք պահել եւ ծնողների ջանքերով եւ այդ մեծ ցանկությամբ, որ արցախյան մշակույթը պիտի անպայման շարունակական լինի եւ այսօր նաեւ երեխաները այս միջոցառումից հետո, այսինքն ստորագրումից հետո, պաշտոնական մասից հետո գեղեցիկ այդպես ներկայացում են ներկայացնելու։ Այն բոլոր կազմակերպությունները, որոնք այսօր նպատակ ունեն կնքելու այդ հուշագիրը եւ միտք ծագեց, որ ինչու՞ չէ սա ավելի պաշտոնապես հայտարարել այդ մասին, ստեղծել համագործակցության հարթակ, որի արդյունքում կարծում եմ մեր շահառուները ել ավելի շահելու են, քան թե երբ որ կազմակերպությունները գործում են առանձին։ Այս կազմակերպությունների հետ համագործակցում ենք 20 թվականից հետո ու երևի պահն է հասունացել է, որպեսզի օրինականացնենք այդ ամեն ինչը։ Տեսեք, կենտրոնը ի սկզբանե կառուցվել է բացառապես մարդկանց 5000 դրամների շնորհիվ եւ մինչեւ այսօր որևէ միջազգային կառույցի կողմից ոչ պետական, ոչ պետական եւ նաեւ պետական չի ունեցել որոշակի ֆինանսավորում եւ այն անձինք, ովքեր որ ցանկություն ունեն ֆինանսավորելու, իրենց համար ամեն ինչը բաց, թափանցիկ կերպով կիրականացվի եւ ինչպես իրականացվել է մինչեւ այսօր։ Մեր նպատակը այսմային աշխատավարձների հարցը լուծելն է, որովհետեւ կենտրոնը հայ արտադրողների կողմից շինարարական process-ի բացը փակել է այլևս, դրա խնդիրը չունենք, բայց այ աշխատավարձների մասով ունենք մեծ խնդիր, որ չենք կարողանում հոգեբաններին գոնե այն չնչին, պետական աշխատավարձին մոտ աշխատավարձ տալ, եթե կլինեն նմանատիպ մարդիկ միայն ուրախ կլինենք, անգամ մենք տարբերակներ ենք մշակել, որ կարող են անձամբ ուղիղ հոգեբաններին ֆինանսավորել կենտրոնին չտան այդ գումարը, մեր նպատակն է, որպեսզի ուղղակի հոգեբաններ լինեն մեր մենթալիտետին եւ մեր որակին համապատասխան, որ անվճար բուժումները շարունակենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկես ցե արքայություն քո, Եղիցին կամ քո, որպես երկինս եւ երկրիտ, ըսած մեր անապազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մենք թողունք մերոց սպարտապանած, եւ մի տաներս մեզի փորձություն, այլ փրկյաց մեզի չարե, Սիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։